Հունիսի 4-ին Նուվարաշեն խճողի սերվիզում աշխատում ենք։ Մերսեդեսի տակ պարկած շիտ էի ձգում, մեր ուժնը լույս էր պահում, ձայներ լսեցի։ Ու դուրս եկանք, տեսանք մի քանի հոգի վազելով գալիս են, մի քանի երիտասարդ։ Բրբրթելով սանասարին, չթողեցինք վիճաբանություն առաջանալ ամենիչից։ Հետո մի երիտասարդ վազելով դուրս եկավ, իր հետևից ես եմ դուրս եկել սերվիզից։ Տեսա, որ վիճաբանություն կա, մարդ կա վատացած գետին ընկած, ու լիքը ժողովուրդ կեն դուրսը հավաքված։ Սև գույնի մեքենա էր, կուպե։ Երկու հոգի մեջը մարդ կար, մի աղջիկ էլ դիակի կողը, վատացած մարդու կողն էր պտզած։ Ասում էր օգնեցեք, խնդրում եմ օգնեցեք, զանգեք սկորի շուտ։ Այդ բան ես մոտիկ ացել եմ այդ մարդուն ու զանգել եմ սկորի։ Ներս եմ գնացել սերվիզի ներս, իմ դեմը դուրս եկել մի հատ ջահել տեղա, որին որ չեմ ճանաչել։ Հետո իմացա, դեպքից 2 օր հետո իմացա, թե ով է ինքը։ Խաչիկ էր անունը։ Ինքը եղել է սերվիզի ներսում, վթարված մեքենայի մոտ։ Դուրս գալուց եմ նկատել, որ ինքը սև մեքենայի մոտ էր կայնած։ Ջարդած, վթարված մեքենայի Քեմրիի մոտ էր կայնած։ Դեպքի հաջորդ օրը երեկոյան գալիս եմ տուն, չեմ տենում ինչ է կատարվում ընդեղ, ոնց է առնում։ Տուն եմ գալիս, պապային եմ ասում, սենց բան է, տեղյակ եմ պանում։ Նոքշեմ բարկում եմ քնելու, առավոտ գալիս եմ մեր բաժանմունքից, տանում եմ բաժին, ինձ, Մկոյին, մեկ էլ Ավոյին։ Տանում են Երևանում բաժին, մեր բաժնից։ Իրանք ովքեր են քո հետ գործանողներ։ Մկոն, հա, իմ հետ գործանողները։ Տանում են Երևանում բաժին, առավոտվանից մինչև Իրիգուն։ Մի սուտ կանում իրան։ Պահում են ընդեղ։ Ուզում են իմանան, թե ով ինչ գիտի։ Ասում են ասա դու գիտես, ասում եմ տեղյակ չեմ մացել, չեմ ճանաչում այդ մարդկանց, ովքեր են, ինչ են։ Բաց են թողում գիշերը։ Հաջորդ օրը թե Հայկոն ինչ է Միլպետի հետ խոսում, ոնց է անում, ասում է Դավիոն կգա տեղյակ բան, կասի, ինքը տեղյակ է։ Միլպետը մեր ընկերն է, հանգիստերի ոչի բան չկա։ Դու կեղծանոնով ցուսմուն կտաս, ոչ մեկ քեզ չի ճանաչի։ Ես էլ ասել եմ ոնց կարա տենց բան լինի, որ չկա տենց բան, բայց ես էլ եմ ասեմ։ Ասես դու ասա հանգիստ էլի, ոչի բան չի լինի։ Ասում եմ լավ, տանում են Երևանու բաժին, Միլպետը ասում է դու ամեն ինչ ասա, ինչ որ պետք է, մենք էլ կավելացնենք, ցուցմունքը կտաս, ոչ մեկ չի իմանա քո անձը, թե դու ով ես։ Կեղծ անունով Արմեն Սարգսի Վարչագանի ցուցմունքը կտաս։ Միլպը քննիչը կտանում է իր մոտ, քֆուր է տալի, որ դու գիտես, օրենսգիր կա հանում 10-ից 15, 5-ից 10 տարի դատ է տալի, ասում է ցուցմունքը հանցագործությունը թաքցնելու համար։ Ասում ես բան չեմ տեսել, ոնց ես իմ տեսածը ասեմ, որ տեսել եմ։ Ասում է չէ, դու ասա, մենք պայմանավորվել ենք, որ քո անձը չի բացահայտվի, մենք հատվի չենք։ Տես ցուցմունքը տալիս են, ինչի իմանալ ես տալի։ Իրանք քեզ համոզում են, որ ասած սենց։ Հա, դե դու էդի ասում ես։ Ոչ թե դու ասում են,
ասա ինչ որ տեսել ես, ես էլ ասում եմ, բայց ինչ որ տեսել ես դու ասեցիր ինչ էի տեսել։ Դու ասա իրանք համոզում են որ ուրիշ է ցուցմունք տան, որ այլ ձևի ասա։ Իրանք համոզում էին որ այլ ցուցմունք տան, որը որ չէի տեսել ես։ Օրենսգիրք էին հանում, օրենք էին ասել են որ լավ կլինի քո անձը չեն իմանա ոչ մեկ, դու ցուցմունք դու, մենք կհուշենք քեզ ինչ ցուցմունք կտաս։ Ես էլ այդ ցուցմունքը իրանց ասելով տվեցի այդ ցուցմունքը։ Բայց չեմ զգացել այդ հանգիստը, որ ես տվել եմ այդ ցուցմունքը։ Տարան հաջորդ օրը ճանաչման։ Քննիչներից մեկը 2 հոգի։ Ասին մենք կասենք ինչ ցուցմունքը գրես, որ տեսել ես խփել են, ով է խփել, ինչ արել, ոնց է խփել, կասես տեսել ես որ խփել են գլխին։ Ասում ես չեմ տեսել այդպես բան, ասում եմ դու քո անձը չենք բացահայտի, դու ասա։ Ես էլ այդ ցուցմունքը իրանց ասելով գրվել եմ։ Հայկոն թե ինչ է Միլպետի հետ խոսացել, համոզել եմ Միլպետին, Միլպետը մեր ընկերն է, դավանին կասեմ կգրի։ Ես էլ գրացի իրանց ասելով գրեցի այդ ցուցմունքը։ Հետո տարան ճանաչման ինձ։ X-ով 2 քննիչ։ Ես ոչ մեկին չեմ ճանաչել։ Իրանք ճանապարհին ասել են, որ այսինչ ձևի, բոյով այս սանրվածքով անելու միջին չափի, կլոր աշկերով երկրորդն է լինելու, ձախից երկրորդը։ Հասնենք տեղ, ասեց ավելի կոնկրետ կասենք քեզ որտեղ է կայնած լինելու։ Գնացինք ասենք տեղ, ասին ձախից երկրորդն է։ Հետո ինչ արնում ընդեր, փոխում են ձախից չորրորդը։ Ինձի ուշացումով են իջացնում ներքև ճանաչման։ Ասում են ձախից չորրորդն է լինելու։ Մտնում ենք ճանաչման ականջիշ մասկով։ Ականջիս ասում է կասես որ խփել է։ Ասում եմ ես մարդուն տեսել եմ որ այնտեղ ներկա է, բայց չեմ տեսել ոչ մի գործողություն կատարելու։ Չի խփել այս մարդը։ Ոչ մի գործողություն չի կատարել։ Ուղղակի տեսել եմ այդ մարդուն ընդդեմ ներսում սերվիզի։ Ու ճանաչումից դուրս ենք եկել, բարձրացել ենք վերև, ասել են խի տենց ասեցիր, ասեիր խփել ենք։ Ասի չեմ կարող ասեմ խփել է, որ քանի որ այդ մարդուն չեմ տեսել։ Ասում եմ մենք բան ենք պայմանավորվել իրար հետ, որ այդ պետք է ասեիր։ Ասի չեմ կարող ես էդի ասեմ։ Ու դուս դուրս ենք եկել ենք Երևանի բաժին, ցուցմունքը շարունակելու։ Իրանք են գրել կոմպյուտերով։ Իրանք գրել են, իրանց մտածելով, իրանց ոնց պետք է այդպես գրել են։ Խոստացել են, որ ոչ մեկ չի իմանա, այս ցուցմունքը կարևոր է։ Ես էլ այդպես իրանց հավատալով այդ ցուցմունքը գրեցինք, բայց իմ խիղճը ինձ տանջում էր, չէի կարում։ Քանի որ այդ կեղծ ցուցմունք էր, ես այդ մարդկանց չեմ տեսել ինչ-որ մի գործողություն կատարելուց, որ ես այդ ցուցմունք եմ գրել։ Իմ մեջ այդ պահում էի, իմ ծնողին չէի ասում, Հայկոնա պապային տեսել, որ կեղծ ցուցմունք է տալու, կեղծ անունով։ Դու հանգիստելի իմ տղու պես իրան պահելու եմ, ոչ մեկ չի իմանա իր անձը։ Իմ ծնողները նկատելով, որ ես 10 ամիս է, որ ես հանգիստ ունեմ, ոչ քուն ունեմ, տանջվում եմ։ Հետո հոպարը սենց ասեն։ Գալիս էր անընդհատ սերվիս, փաուզում էի մոտիկանայի ասեի, որ այդ Արմեն Սարգսի Վաչագյանը ես եմ։ Չէի համարձակվում։ Վախ կար իմ մեջ, որ ինչ որ մի բան կարա լինի։ Չեմ մտածել ինչ կարա լինի։
իրանց Սև Քեմրին մենք ենք վերանորոգում, անընդհատ հաճախակի էր գալի։ Իմացա, որ Արտաշի հայրն է, հա ուզում էի մոտիկանայի, չէի համարձակում, վախենում էի այդ ամեն ինչից, մտածում էի ուրի ձև կընդունեն այդ իմ քայլը։ Իմս չի եղել, ստիպողական այլ էդի։ Բայց չդիմացա ես այդ ամեն ինչին, էլի եկավ մեր մոտ, ես այդ օպային ասացի կարանք առանձին խոսանք, ասաց խոսանք, ասացի այդ օպար, Արմեն Սարգսի Վաչագյանը ես եմ, ինձ ստիպել եմ, որ ես ցուցմունք տամ, բաղցնելով, քֆուր տալով, օրենսգիրք հանելով, ասացին, ստիպեցին, որ խաչիկը խփելա, ասել եմ չի խփե, իրանց ադվակատն էլ նկատել, որ ես լարված եմ այդ ճանաչման ժամանակ։ Պապային եմ գալի, ասում եմ, պա, սենց պա, այդ օպարին տեսել եմ, նա տենանք, ինչ խորհուրդ կարելի է վերցնել, որ այս ամեն ինչի ինվերից մաքրվի։ Պապո այդ մոտիկանում ենք, այդ օպարին տենում ենք խորհրդի կարգով։ Ասում է, որ ուզում եք ձեր վերից մաքրվի, պետք է դիմեք համապատասխան քայլերի, մամուլին դիմեք։ Էրեբունում գործերը փակվեց, ուղարկեցին գլխավոր քննչական Կոստանդյանի մոտ։ Կոստանդյանը զանգում էր, կանչում էր ցուցմունքի վերաբերյալ։ Ինքն էլ էր խոստանում, որ այս ցուցմունքը գաղտնի է, ոչ մեկ չի իմանա, բայց ես իմ մեջ հանգիստ չէի։ Ես հայ ասել եմ Կոստանդյանին, Կոստանդյան, էդի սխալ է, չեմ կարող ես ընդունել։ Դու հանգիստ էլի, դու հանգիստ այս ցուցմունքը ստորագրի, նորմալ կլինի, ոչ մեկ քեզի ոչ չի ճանաչի։ Մենք քո անձը ապահովել ենք։ Արմեն Սարգսի Վաչագյանի այս ցուցմունքը ոչ մեկ իրավունք չունի բացելու բացի դատավորից։ Բայց ես իմ մեջ հանգիստ չէի։ Քանի որ իմ խիղճը տանջում էր, ես մեղավոր չեմ այս հարցի մեջ, քաշել եմ։ Մի 6 անգամ զանգես կանչեց, արի ցուցմունք բեր, ցուցմունքը ստորագրի, դաժե վախտել է, որ ինքը ցուցմունքը վերցրել է, տեղը ասե իջել եմ այդտեղ, որ իրար տենանք այդ ցուցմունքը ստորագրեմ ես։ Էրեբունու ավտոբազարի մոտ։ Ավտոբազարի մոտ տեսել ենք, ըտուց զրուցելով բարձրացել ենք Սովետաշեն, իմ բնակության վայր։ Տրիկոտաժի մոտ կայնել ենք, այդ ցուցմունքը տվել է ստորագրել եմ, ասել եմ այսինչ ցուցմունքը, ասել է դու հանգիստ էլի, լրիվ նորմալ ցուցմունք է։ Այն ինչ գրել ես, այդ ցուցմունքն է, ինչ որ գրել են, Էրեբունում մեկ էլ մեր մոտ։ Այդ ցուցմունքն է, ոչ մի ավել բան չկա այս ցուցմունքի մեջ։ Առանց կարդալու թելադրել է, որ ինձ գրի, կարդացել եմ ամբողջովին, ստորագրում եմ որի համար, բայց ես չեմ կարդացել այդ ցուցմունքը։ Ու ստորագրել եմ այդ ամեն ինչի տակ։ Նորից զանգես կանչեց, արի, ասել եմ ժամանակ չունեմ։ Գիշերվա ժամը 11-ին։ Զանգել ասել արի, ես սպասում եմ, գործը կիսատա, ավարտենք։ Ասել եմ ուշա չեմ կարա դուրս գամ, չեմ գալի։ Էլի եկավ Նուբարաշեն, զանգեց, չպատասխանեցի, հետո զանգեց, պատասխանեցի, կոպիտ եմ հետը խոսացել, ահա որ։ Ասեցի ես ես գործի մեջ չկամ, նախարարին նամակ եմ գրելու, որ ինձ ստիպել եմ, որ ես ես ցուցմունքը գրեմ։ Կոստանդյանն էլ ինձ խնդրում է, որ Դավո ջան, պետք չի, երբ որ ժամանակը գա, ես քեզի կասեմ, այդ վաղ կգրես։ Ինքը ասաց պապայիդ հետ եմ ուզում խոսամ, ասի նույն պատասխանն է պապան է տալու ասի քեզի։ Ավելի վատ, որ ես գործի մեջ չկամ, դուք ինձ քաշել եք այս գործի մեջ։ Բա ոչինչ, դու պապայիդ համարը դու ես կզանգեմ կխոսեմ։
Տվեցի պապայի համարը, հանդիպեցին, զայնագրություն կար մոտս, որը որ չէի ուզում տա իր մոտ լիներ։ Այդ եկավ գործից տեղ, հանեց 10,000 փող տվեց, որ ես գնամ քննչական։ Զանգես կանչես, չգնացի, մի 3 օր զանգես կանչես, տենց է չեմ գնացել։ Ու միջև հիմա էլ չեմ եթում։ Ինքը սև գույնի Mazda 6 կամ 3-ով, իրա մեքենան էր։ Այդ մեքենայով է եկել իմ հետևից, նու բալաշը։ Երևանու բաժանմունք, որ ես գնացի, ես իմ խոսակցությունը մի պետի հետ և մնացած բոլորի հետ զայնագրել էի։ Իմ կարծիքով այդ ամեն ինչը Կոստանդյանը գիտեր ու այդ զայնագրությունն էր ուզում վերցնել ինձանից, դրա համար պապային էր ուզում։ Տեսավ պապային, խնդրում էր, որ մի 5 րոպեով ես գնամ իր մոտ, որ այդ զայնագրությունը վերցնի։ Ես էլ ասացի, այդ զայնագրությունը չկա։ Ջնջել եմ ասի այդ զայնագրությունը։ Դրանից հետո ինքը զանգեց, բա արի մի ձև ես այդ հեռախոսիդ մեջից կհանեմ, կպահենք մեր մոտ, որ ոչ մեկ չի իմանա։ Ասի չէ, չկա, ջնջել եմ, հարմար չի, չեմ կարա գամ ասի։ Այսօր չեմ գա, վաղ գամ, այսօր եկուց էի անում, միջև հիմա չեմ գնացել այդ։ Պապան էլ այս ամեն ինչից տեղյակ չէր, թե ինչ է կատարվում։ Զանգել ես կորի վերև բարձրանում, որ խաչիկ իշտում են։ Մինչ այսօր ես իմ ցուցմունքում գրված, որը որ այդ ցուցմունքը գրվել է տվյալ մարդկանց անունները, մինչ այսօր ոչ ճանաչում եմ իրանց, ոչ էլ տեսել եմ դեմքով։ Ճանաչման ինձ որ տարել են, ես հիշել եմ, որ խաչիկին տեսել եմ վթարված մեքենայի կողը, սև Camry կողը։ Եվ որ ես զանգել եմ, բարձրացել եմ վերև, այդ պահին նկատել եմ, որ խաչիկի իշտում է ներքև, դեպքի վայր։ Դեպքը արդեն էլ է վերջացել։ Դեպքը վերջացել էր արդեն։ Զանգել եմ, բարձրանում եմ։ Այս ամեն ինչի իմ խղճի վրա չի նստել, չեմ կարացել 10 ամիս քնեմ, պահայել եմ, որ ես ուզեցել եմ ինձ վնասնել, որ ես իմ հասակակից մարդկանց, որոշ մարդկանց պատճառով, որ ստիպողական ես իրանց ասելով այդ ցուցմունքը գրվել է, իմ ստորագրությունը տրվել է։ Վերջապես ես ուզում եմ արդարությունը ջրի երես դուրս գա, թե ինձ ստիպողները պատժվեն, թե օրենսգրքով, թե ընենց։ Ես պարզություն ու մաքրություն եմ ուզում։ Ես ուզում եմ պարզ ճակատով, պարզ աշկերով նայեմ այդ մարդկանց ծնողներին, որ փողոցը տենալուց գլուխը չկախեմ, չամանչեմ, որ ես իրանց երեխեքի հանդեպ մի հատ սխալ քայլ եմ արել։